Բարև բոլորին, սիրելիներս, այսօր վլոգս ուշ եմ սկսում, տանը չլինելու պատճառով, բայց հիշում եք, որ ես ասում էի, պետք է կամաց սկսել քայլել, որովհետև ֆիզիկական ակտիվություն նույնպես պետք է ընդհանուր առմամբ բոլորիս է պետք, ինձ առավել ևս։ Այսօր իմ կարելի ասել այդ առաջին երկար քայլելու պրոցեսներ, ճիշտ է մի քանի անգամ եմ վեր ու վար արել, բայց այսօրվաս քայլերի քանակը չհաշիված մանր-մունր քայլերը, մեծ քայլելու շրջանակում 12,000 քայլ եմ արել ու ինչպես ասում են, աչքերիս էլ չեմ հավատում, եկա տուն, նայեցի, որ արդեն 12,000 քայլ արել եմ։ Ճիշտ է, շատ դժվարությամբ, ոչ թե քայլելն է ինձ համար դժվարություն, չէ, ընդհանրապես դժվարություն չկա։ Ուղղակի, երբ որ ես մեջքի ցավ ունեմ, այս մեջքի ցավի պատճառով ավելի ճիշտ քայլելուց այդքան չեմ նեղում, ինչ որ մի պահ կանգնելուց։ Ուրեմն քայլելու նպատակը զուտ չի եղել, ինչպես ասում են, չուզենալով եմ սկսել, նպատակը չի եղել, որ պետք է հենց ուղղակի հելնեմ ու քայլեմ։ Ես որոշել էի, որ ամսվա վերջում կսկսեմ քայլել, մի խոսքով կշռվելուց հետո, մի քիչ էլ թեթևանալուց հետո նոր կանցնեմ բուն գործողությանը, բայց այսօր իմ կամքից անկախ ուղղակի քաղաքը չափչփել եմ։ Քաղաքն եմ 2-3 անգամ ոտքի տակ տվել, մի խոսքով, գործի բերումով։ Այդպես ես հասկացա ու հոգնած, իրոք այնքան հոգնած եմ եկել տուն, որ մի քիչ առաջ եմ տուն եկել, շատ հոգնած ահավոր, ու մի բան հասկացա, որ անպայման պետք է սկսել, գոնե քիչ-քիչ, միգուցե եւ վաղը մյուս օրը չկարողանամ այս կոնկրետ 12,000-ը կամ չգիտեմ ինչքան, բայց կուզենայի, որ արդեն քիչ-քիչ սկսել այդ պրոցեսը, որովհետև ճիշտ է, շատ դժվար է, հոգնածություն կա, բայց գալուց հետո մի այլ կարգի զգացողություն էլ է գալիս, վրետ ոնց որ ինչ որ մի լավ բան արած լինես ինքդ քո համար։ Այսօր էլ ինչպես բոլոր օրերը էլի նորից իմ մսային դիետայով, բայց այսօրվաս ռացիոնը սննդիս եղել է, երեկ ես խանութից վերցրել էի հնդկահավի սիրտ ու հավի քարաջիկ։ Այդպես առավոտը մի քիչ սիրտ, մի քիչ էլ այդ քարաջիկից երեկոյան, էլի նույնպես 200 գրամով։ Հիմա ճիշտն ասած կամու կացի մեջ եմ, հա առավոտյան իհարկե նոր ձվածեղի հետ միասին, բայց երեկոյան չէ։ Հիմա մի քիչ կամու կացի մեջ եմ, ինչպես ասեցի ես անընդհատ ինձ եմ փորձում, իմ օրգանիզմն եմ փորձում, դա կարող է լինել մի օր շատ, դա կարող է լինել մի օր քիչ, դա եմ փորձում, բայց ես գալիս եմ այն եզրակացության, որ այսօր այդ 200 գրամն էլ, հա, իմիջիայլոց ոնց որ ախորժակս էլի նորից ահավոր փակված լինի, այդ 200 գրամն էլ երեկոյան, ոնց որ ինձ համար շատոտ էր։ Չգիտեմ, ես վաղը մյուս օրը կքչացնեմ քանակը թե չէ, բայց քանի որ մարդկանց լսում եմ կարնիվոր
դիետապահողների ոչ միայն ասել եմ, նիհարողներն էլ քիչ են, ընդհանրապես բոլորն էլ իրենց առողջության համար են պահում, այդքան նիհարելու չեն բանանում, երբ որ իրենց լսում ենք, հասկանում ենք, որ պետք չի այդքան սեղմել, որովհետև ընդհակառակը, երբ որ օրգանիզմդ արդեն ադապտացվում է այդ կալորիաներին, ինքը իրանով այլ չի ուզում ավելնորդը, պետք չէ հենց կոնկրետ քո քմհաճույքից ելնելով կտրես, բայց ինչպես ես միշտ շտապողականություն եմ բանանում, շտապողականություն եմ ու շտապում եմ, չգիտեմ ուր, չգիտեմ ինչու, մեկը ինքը որ իջնի քաշը ինձ չի նայելու, օրգանիզմը կուզի կիչացնի, կուզի ուշ, կուզի շուտ, չգիտեմ ինչ ձևի կլինի, բայց համենայն դեպս երևակայի, որ արդեն եթե ակտիվությունս այսօրվա պես շատանա, միգուցե և չքչացնեմ, իսկ եթե նորից ցավերի պատճառով այս մեջքի ցավը էս, ճիշտ է դուրսը երբ որ տանն էի, դիետանը սկսված պահին, տանն եմ, դե տան գործը, թեթև գործ, տան քայլելը դա այդքան էական չի, մինչև այդ չէի զգացել, որ այդ կարգի կարա ցավա, բայց այսօր քայլելուց զգացի, որ ցավը դեռ կա, մեջքի ցավը դեռ կա, ասեմ ծնկներիս ցավը բավականին քչացել է, փառք գոնե որ դա չկար ու ես կարողացա քայլել, բայց մեջքիս ցավը կա, իհարկե ես հասկանում եմ, որ ինչ որ բոլորն են ասում, կարնիվորով սնվողները, մի անգամից ես չեմ կարող ու հնարավոր էլ չի, որ այդ ամեն ինչից դեռ իմ համար վաղ է, նույնիսկ մեկ ամիս չկա, դեռ իմ համար վաղ է խոսել այն բաների մասին, որ վсё ես էլ այդ բոլոր ցավերը միանգամից վերացան ու վերջ, բայց որ փոփոխությունները ակնհայտ են, դա ես չեմ կարող ոչ շղթել, ոչ էլ այսօր խանութներում, այնքան եմ խանութներում եղել, ուրեմն ընկերուս հետ էի, ման էին գալի խանութները, նրան էր պետք, այնքան տարբեր տեսակի իմ, ինչպես ասում են, իմ սիրելի ապրանքների կողքով, երբ որ ես մենակ գնում եմ իմ առևտրում, ես առնում եմ այն հիմա, ինչ որ կոնկրետ ինձ ու իմ ընտանիքին կարևոր է, իսկ ավելնորդ կողքերս էլ չեմ նայում, բայց քանի որ այսօր իմ համար չէի գնացել ման գալու, ուզած թե չուզած կողքերդ նայում ես, օրինակ մի քանի անգամ ընկերուհիս ասես, վայ, այս տորթը լավն է, այն տորթը լավն է, այս թխվածքը կարելի է սրանից առնել, հավատացեք, ես այդ պահին իմ մեջ այն մտքին եկա, որ հա ինչ իմաստը, ասենք այդ ոչ մի ձևի չձգեց, որ ասեմ, բայց հա կարելի էր, որ լիներ կուտեին կամ ոչ մի ձևի, իսկ առաջներում դա այդպես չէր, թեկուզ խանութ մտնելուց էլ անկախ ինձանից ձեռքս գնում էր մի հատ չի կարելի, դա ուղեղով ես կարող էի հասկանալ, որ չէ, չի կարելի, բայց անպայման վերցնում էի, իդեպ վերցնում էի, ուտում էի, պրծնում էի ու այդ մեղքի զգացողությունը կարար մի շաբաթ տևեր, կարար այդ մեղքի զգացողությունը մի օր տևեր, կարար մի ժամ տևեր ու նորից նույն բանը, նորից սկսվեր նույն բանը, դրա համար ասում եմ, որ ժողովուրդս բոլոր մարդիկ տարբեր ձևի են նիհարում այ կալորիականությունները հաշվելով, կետոյով,
այդ առողջ սննդասվածով, բալանսավորված սնունդով եւ փառք Աստծո շատերը ահագին քաշ են գցում։ Իսկ ես շատ վաղուց հասկացել եմ, որ իրոք դային բանը չի։ Ես համարյա ամեն օր ասում եմ, դային բանը չի իմ ինսուլինի պատճառով։ Ես չեմ կարող այդպես անել, ինչպես որ բոլորն են անում։ Այսօր այս քայլերի մասին, հիմա ճիշտն ասած, այնքան հոգնած եմ, որ ինչպես ասում են, հիմա տես ասում եմ, առավոտ կհելեմ կամ երեկոյան նորից կհելեմ կքայլեմ, ոնց որ ասում է բացումը չուզենալով արել եմ, այս հասկանում եմ ուղեղով, որ պետք է առավոտ հելեմ քայլելու կամ թեկուզ երեկոյան։ Դե հիմա տեսնենք, ես ինքս խոսք տալ, ճիշտն ասած դա այնպես բան է, որ մի քիչ ես իմ մոտ ամեն ինչը շատ չեմ ուզում ոչ ինձ խաբել, ոչ խաբել դիմացինին, այդ դեպքում հետևորդներին կամ վիդեոն դիտողներին կամ ում ուզում է լինի։ Այ ես ինձ էլ չեմ ուզում խաբել, բայց շատ կուզենայի սրտիս մի խորքում, եթե վաղը ես նորմալ կարողացա արթնանալ, ինչ որ ոտքեր չբռնվի, ինչ որ մեջք չբռնվի, մեծ հաճույքով երևի կսկսեմ արդեն քիչ-քիչ, միգուցե այդ 12,000-ը միանգամից չլինի, բայց գոնե քիչ-քիչ, այնտեղ գոնե 6,000 է կամ 5,000 է, չգիտեմ, տեսնենք։ Ինչպես ասում են, չուզենալով ստարտը տվել եմ, բայց կցանկանայի, որ դա լիներ, որովհետև ես հասկանում եմ, առանց ֆիզիկական ակտիվության, ինչքան էլ ես տան մեջ գնամ գամ, գործ անեմ, փողոցը այս կողմ այն կողմ անեմ, միևնույն է դա այն չի։ Իսկ ընդհանուր առմամբ ես հասկանում եմ, որ այո, պետք է քիչ-քիչ ակտիվությունը ավելացնել, որովհետև միայն դիետայով իհարկե քաշը կիջնի, բան չունեմ ասելու, որովհետև այդպես եղել է իմ մոտ, ես կետադիետայով էլ այն ժամանակ ես ավելի քաշը շատ էր ու ավելի շատ մեծ խնդիրներ ունեի ու եթե մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէի կարողանա դուրս գալ քայլել, ուղղակի չէի կարողանա ու վերջ։ Ու հավատացեք, կետոդիետայով այդ դեպքում նույնիսկ ես քաշս գցել եմ հիանալի առանց ակտիվության, բայց այսօր նորից հասկացա, որ չէ, համենայն դեպս ակտիվություն պետք է, ճիշտ է, ցավալով, ոչինչ, իմ կարծիքով մի շաբաթ էլ կցավա, ես ընթացքը կանցնի ու ավելի մարմինս կամաց կկոփվի։ Ինչ մնում է դիետային ընթացքին, դիետայի ընթացքից ես գոհ եմ, մենակ շատ եմ ափսոսում, որ չեմ կարողանա անցնել գոնե 1 ամիս կամ 2 ամիս մաքուր կարնիվոր դիետային, տավարի մսին, արգանակին, տավարի մսի եւ սովորական աղ ու խմելու ջուր, ինչպես նաեւ հանքային ջուր, ես հանքային ջուր էլ եմ օգտագործում, որովհետև դա պետք է, նախ այս դիետայի համար աղ է պետք, նատրիա է պետք, մագնի է պետք, այդ դիետայի համար այդ բոլոր բաները, տարրերը, էլեմենտները պետք են, այնպես որ ժողովուրդ ջան, տեսնենք ինչ կլինի, բայց այն որ ես կոնկրետ այս անգամ գոնե հիասթափվելու կամ առաջ չգնալու
Հավատացեք, ես հասկանում եմ, ես ընդհանրապես իրավունք չունեմ, որովհետև դա արդեն վերջը կլինի։ Եթե այս անգամ էլ չանեմ, ինչը վերջը գնամ, դա չի լինի, դա ես չեմ ուզում։ Ամեն դեպքում ես հասկանում եմ, որ եթե ես չշարունակեմ, իմ առողջության վրա խաչ եմ քաշում։ Այս էսպես։ Ժողովուրդս, ես շատ շնորհակալ եմ դիտումների համար։ Ճիշտ է, յուրաքանչյուրիցդ շնորհակալ եմ, ճիշտ է, քիչ է, բայց եւ նաեւ հասկանում եմ, որ նոր ալիք է, հետո ես ոնց հասկանում եմ հայկական տիրույթներում նույնիսկ այդ կարնիվոր դիետայի մասին ինչ որ ձեն չեն հանում, ոչ մեկ գոնե չի գրում, չի ասում, թերթում եմ տարբեր որոնումները տալիս եմ, դրանք գալիս են ռուսական ու ամերիկյան ինտերնետային այդ տիրույթներում, այնպես որ չգիտեմ, լավ կլիներ էլի ու էլի եմ ասում, իհարկե ում դա հետաքրքիր է, եթե մարդը ուղղակի վիդեո է նայում, իրան հետաքրքիր չի, բնականաբար ես չեմ էլ խնդրի, չեմ էլ ասի, որ գրեք կամ կարծիք հայտնեք կամ չգիտեմ ինչ, ուղղակի ում որ հետաքրքիր է, գոնե գրեիք, թե դուք ինչ կարծիք եք դրա մասին, երբևիցե լսած կաք կամ փորձած կաք, ուղղակի մեկնաբանություններ լիներ ու ինչպես ասում են դիսկուսի դուրս գայինք, խոսեինք, ալիքը ինքը իրանով կշատանար, դա ինձ համար կարևոր է, ձեզ համար միգուցե այդ լայքերը դժվար չէ դնել, բայց հավատացեք ինձ համար կարևոր է, թեկուզ գրանցվելը։ Շնորհակալ եմ այն 20 հոգուց, որ բաժանորդագրվել են, բայց հույսով եմ, որ քիչ-քիչ, փոքր քայլերով, բայց մեծ հույս ունեմ, որ ալիքս էլ առաջ կգնա, իմ պրոբլեմներն էլ կամաց կանետանան, միակ երազանքս այս պահին էս է, տեսնենք ինչ կլինի, իսկ դիտումների համար նորից եմ ասում, բոլորիցդ շնորհակալ եմ, թե այն քիչ դիտումների համար, թե այն մի քիչ շատ դիտումների համար, բոլորիցդ էլ շնորհակալ եմ ժողովուրդս, այսպես, ինչ էի ուզում ասեի, հա, եթե որոշեմ, որ հարցը որոշելն էլ չի, ես կարող էի այսօր թեկուզ եւ քայլելով քաղաքից դրվագներ նկարել, բայց քանի որ այդ ես սելֆի պալկա ասածը չունեմ, հարմար չի սենց բռնելով, եթե դա լիներ, մեծ հաճույքով նույնիսկ քաղաքից հատվածներ ցույց կտայի կամ կգնայի, ասենք քաղաքի փոքր այգին ման կգայի, բայց այգին չեմ եղել իհարկե, ընթացքում դա էլ կլինի, եթե ունենամ այդ սելֆի պալկաները, հարմարությունը, որ ինքը հեռախոսը չտատանվի, նկարը այդքան անորակ չլինի, դե սիրուն էլ չի լինի, դա էլ եմ ուզում ասել, որ կարելի է նաև դրսից էլ ուղղակի նկարել կամ էլ քայլելու ընթացքում գոնե նկարել, այդպես, ու դուք կտեսնեք մեր փոքրիկ քաղաքը, ես դեռ չեմ շեշտում քաղաքի անունը, բայց միգուցե տեսնելուց ինչ որ մեկը կամ կռահի, թե կոնկրետ որ քաղաքն է, մեր Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկը, ես էլ էսպես սիրելիներս,
Չգիտեմ, գլխումս պլանները շատ են, ցանկությունս մեծ է, որ ես միշտ խոսում եմ կարնիվորից, որովհետև ես դրանով եմ առաջ գնում, ես նույնիսկ ուզում եմ, որ մանրակրկտորեն տարբեր բաներից կարնիվորին վերաբերվող տարբեր ասենք սպիտակուցներից, ճարպերից, այնտեղ ամեն ինչից կոնկրետ ինչի համար ինչ է, կարող եմ դա լսելով կամ նույնիսկ եթե չմտապահեմ, կարող եմ հատվածներ էլ ուղղակի կարդալ, ուղղակի դնել ու գրածները կարդալ, դա էլ անել, բայց ախր շատ քիչ ժամանակ է, որ ասեմ, տեսեք, մարդիկ, որ հելնում խոսում են, ասում են, տեսեք, մենք 5 տարի ենք, մենք 10 տարի ենք, մենք 2 տարի ենք, թեկուզ մենք 6 ամիս ենք, ու կոնկրետ իրենք իրենց փոփոխություններից են խոսում, իսկ ինձ համար դեռ վաղ է կոնկրետ իմ դեպքում վերջնական փոփոխության մասին խոսելու, քանի որ իրոք վաղ է, դեռ ամիսը չկա, դեռ ինչպես ասում են ադապտացիոն շրջան է, դեռ քաշի նվազումն էլ ես գոհ եմ, չնայած ես չեմ ասի, ես գոհ չեմ նվազումից, որովհետև ինչքան էլ այդպես էկրանով էլ չի երևում, ասենք ինչ պիտի նստած տեղից էլ երևա, միևնույն է, ես ինքս եմ իմ վրա տեսնում, բայց թե այ քանի կիլոգրամ է գնացել, դա մեկ գիտեք, այն ոնց ասում, ձեռքերս, ոնց են ասում, ձեռքերս քոր է գալի, որ անեմ, հիմա իմն է, մեկ ամբողջ մարմնով քոր է գալիս, ուզում եմ գնալ կշռվել, բայց հետո էլ ասում եմ, չէ, սպասի, ստոպ եմ տալի, նախ դու, ես ինքս եմ ասում, նախ դու քեզ ես խոստացել, որ 15-ին կշռվել ես, 15-ին էլ նորից կկշռվես, ու այդպես, բայց դե շորերից ու մնացած այլ քայլելուց թեկուզ եւ այո քայլելուց ես զգում եմ, որ չէ, կա քաշը կա, գցած կա ամենայն դեպս, այսօր էլի նորից ես լսեցի, որ կարնիվորի դեպքում ասել են, որ նույնիսկ այնքան քիչ քաշ են գցել մարդիկ, ու ասել են, որ ժողովուրդ ջան, ասենք, այդ քիչ կիլոգրամներին դուք հաշվի մի առեք, ընդհանրապես բոլորն ասում են, որ ամենաճիշտ պահը, որտև դա մկան չի կորցնում, ամենաճիշտը կարնիվորի դեպքում, երբ որ մարդ ծավալին, մարմնի ծավալին է ուշադրություն դարձնում, սանտիմետրերին է ուշադրություն դարձնում, թե ինչքան է իրենից պակասել, ու ասում են, կարող է այնտեղ նույնիսկ քաշդ կանգնել, քաշը ինքը կանգնել է, բայց ծավալը գնացել է, դա ինչպես է լինում, որովհետև դա մկանից, նորից եմ ասում, չի գնում մկանային հյուծվածություն, մարդ չի ստանում այդ դիետայի բանով, ավելի է ոսկորը մկանը պնդանում, կարող է ինքը այդ քաշը նույնիսկ ավելացնել ոսկորի մկանի հանդեպ, բայց քո ծավալից, քո կոպիտ ասած սալերից դու քիչ-քիչ ազատվես, ու շատերն են ասում, իդեպ դա այնպես չի, որ մի հոգի է ասում, 2 հոգի է ասում, այնպես որ ես էլ իրենց լսելով չեմ հուսահատվում, պետք է որ լավ լինի, տեսնենք ինչ կլինի ընդհանուր առմամբ, երևակայի այսօր այսքանը սիրելիներս, նորից ու նորից շնորհակալ եմ ես դիտումների համար, խնդրում եմ գրանցվել ալիքին, խնդրում եմ գրել մեկնաբանություններ,
ես կպատասխանեմ բոլորիդ։ Մինչ վաղը, ցտեսություն, շնորհակալություն դիտումների համար։